մեկ օրով food blogger, խնդրեմ, այսօր ինչ ենք պատրաստելու, եղինչ 8 նոյեմբերի, լորի, այս չափի եղինչներ։ Խնդրեմ, լվանում ենք եղինջը, եթե վնասված տերևներ կան հեռացնում ենք, ես հնարավորինս մաքուր եմ քաղել, խնդրեմ, այսպես ցանցի մեջ լավ լվանում ենք, կարտոֆիլներն են, լվանանք, կլպենք, կտրտենք, այստեղ սարը ջրմեր տնենք։ Հիմա ես նկարում եմ, դուք ասեք ինչքան լավ է ստացվում, կամ արդյոք լավ է ստացվում։ Կարտոֆիլը տեղափոխում ենք կաթսայի մեջ եւ անցնում ենք եղինջի կտրտմանը։ Խնդրեմ, ստեղ արդեն կտրտել եմ եղինջը, մի քիչ էլ կմանրացնեմ։ Ավելացնում ենք ջուրը կարտոֆիլի վրա եւ թողնում ենք, որ կարտոֆիլը եփվի։ Եղինջը լավ մի փոքր հենա փախել, որ եփվի կարտոֆիլի հետ։ Արդեն կտրտված եղինջը տեղափոխում ենք կաթսայի մեջ, որտեղ կիսաեփ կարտոֆիլն է եւ թողնում ենք, որ շարունակեն եփվել միասին։ Մենք մի քիչ թանձր ենք պատրաստում, այսինքն կարտոֆիլը խյուսի նման է դառնում, հետո տենց եղինջը հետ խառնվում է։ Ջուրը չեմ ավելացնի, սակայն շերեփի օգնությամբ կփորձեմ իջեցնել ջրի հատակը եղինջներին։ Սա կարող է անել տատի շերեփով, հիմա ես ձեզ այն ցույց կտամ։ Ահա տատի շերեփը։ Այստեղ կախածա քիչ ենք օգտագործում, մեծությունը որ պատկերացնեք, ու տատս ձեռներ առնում շերեփ եղին, գդալները բնազդաբար աղմկում էին։ Քանի որ տատիկի շերեփը մեծ է, մենք այս գործի համար կօգտագործենք իմ թորների տատի շերեփը, տվյալ դեպքում փայտի գդալը։ Այս մասում խոշոր աղ, մյուսում մանր, ես ճաշի համար օգտագործում եմ խոշոր աղ։ Կանաչ զանգվածը ջրի մեջ ավելացնելուց հետո կափարիչը ամբողջությամբ փակել խորուրդ չի տրվում, որովհետև դեղնում է, կանաչ գույնը չի պահպանվում։ Դրա համար կամ կիսախուփ ենք անում, կամ ընդհանրապես բաց ենք թողնում, մարմանդ կրակի վրա թողնում ենք շարունակի եփվի։ Իսկ այստեղ վառարանի իր հին երգն է երգում։ Ճաշը եփվում է, իսկ հացը տաքանում։ Ճաշը պատրաստ է մատուցման, բարի ախորժակ։